դա ցուցանվերական մեր երկրի վրա։ Ինչ վերաբերում է հարցին, նախորդում եք ճիշտ է դուք հրաժարվել եք եկեղեցի դեմ աշխարհից, որտեղ վերջին շրջանում արդյոք չեք ակտիվ աշխատանք չեք մղում եւ կաթողիկոսի դարաշրջանի մասին չեք խոսում եւ Սևան այցի ժամանակ էլ կաթողիկոսի անունը երաշխիքրվեց հնչեց պատարագի ժամանակ ու գործընկերությունը շատ հարցի տրամաբանության մեջ ձեր թիմի վերջո ընդդիմադիր որ ուժի կամ տեխնատվի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, որը բանտարկված է ձեր հետընտրական դերիշխանության շնորհիվ Արսեն Արման Թատրյանի եւ Ավետիք Շալավյանի, թե ասենք Սուրեն Պետրոսյանի, ում դեմ եք պայքարում, երկրից ելնելով արդյոք պայքարում եք Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի դեմ, իրենց թե վտանգում, թե օրենք Թատրյանից էլ եք վտանգում, Սուրեն Պետրոսյանից էլ, մյուսներից էլ, եւ եթե այդպես է, գուցե դուք օրենք Սամվել Կարապետյանի վերջապես ազատեք բանտային տնային կանանքից, թող դուրս գա ինքն հավասար պայմաններում կարողանա ձեզ հետ մրցել պայքարել, որտեղ անհավասար մտածումը չէ դիպրում, հիմա ձեր պայքարը Իմ պայքարի եւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը օրինակ իմ սոցիալական ցանցերի էջերն են եւ ուղիղ եթերները եւ կարծում եմ որևէ բան արդեն պրոբացիայի ծառայության բարձաբանումից հետո հասկացանք չի խանգարում որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի կարող ենք աջակցել նույնիսկ ինտերնետը եւ հեռախոսի չիպը ապահովել մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ պայքարը շարունակելու ենք մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել եկեղեցու դեմ արշավ արել է եւ անում է Կտրիչ Ներսիսյանը իր հակաքրիստոնեական, հակաբարոյական եւ հակաարժեքային խմբակի հետ ինչ վերաբերում է իմ անձնական կյանքի մասին ձեր պնդմանը կներեք դա համարում եմ սադրիչ եւ տափակ պնդում եւ ասեմ որ եւ ես ասեմ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել եւ չի կարող կիսել եւ կարծում եմ դա պետք է ընդունեք ի գիտություն Դուք ասում եք Սամվել Կարապետյանը հնարավորություն ունի լայվ մտնի վստահ հեռախոս խնդիր չունի կարող է նույնիսկ ուրիշներին ապահովել ասենք թե կառավարության անդամային բայց դա մի կողմ կարող է մտնել բայց նա անհատության մեջ չի կարող դուրս գալ եւ հավասարի քարոզարշավանել ինչպես դուք եք հիմա օգտագործում եք հնարավորությունը անում թիմացնել հիմա ձեր իրականությունով եք Քոչարյանը, Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը նախկինները առասարակորեն ասում են պետք է երկրորդ համստում են Երբ որ ձեր նշած անձը Հայաստանի բոլոր ընտանիքների բոլորի վրա հոսանքի հավելագրումներ էր անում ինքը այդ ժամանակ հավասարի հետ էր անում բոլորի հետ։ Մեր վրա չի արել։ Նախորդ անգամ ասացիք, մեր տունը ստուգեցին, մեր տան վրա հավելագրում չի արել։ Եկեք դիալոգի չվերածենք։ Պարոն Մակարյան, շնորհակալություն։ Շատ լավ, փողերի լվացում անելիս հավասարի հետ չգիտեմ։ Փողերը բաստանդակին եք։ Ինչու հիմա հիշեցիք այդ մասը։ Եթե Փողերի լվացման գործը ես չեմ հարուցել, ես գործեր չեմ հարուցել։ Դիալոգի չենք վերածում, հաջորդ հարցը Աննա Կզիրյան։ Հիմա չի հարուցվել, հարուցվել է բավականին վաղուց։